Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալում հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հերոսներից ոչ մեկը չի կարող խաղաղ կյանքով ապրել։ Յուրաքանչյուր ընտանիք իր ներսում կրում է մի գաղտնիք, մի ցավ կամ մի չասված խոսք, որը ցանկացած պահի կարող է պայթել ու փոխել բոլորի ճակատագրերը։ Հենց այս պատճառով էլ հեռուստադիտողները շարունակում են անհամբեր սպասել նոր սերիաներին, որովհետև թվում է ամեն ինչ արդեն բացահայտվել է, բայց իրականում ամենամեծ շրջադարձերը դեռ առջևում են։ Լեայի կյանքը թերևս ամենամեծ փոփոխությունն է կրել։ Նա այն աղջիկն էր, որը պատրաստ էր հրաժարվել ամեն ինչից հանուն սիրո։ Նա հակադրվեց հորը, ընտանիքին, հասարակական կարծիքին, նրա համար կարևոր էր միայն Լեոն։ Սակայն Հունանի խոստովանությունը կոտրեց այդ պարզ աշխարհը։ Այժմ Լեան ապրում է մեղքի, շփոթության և անվստահության մեջ։ Նա սիրում է Լեոյին, բայց միաժամանակ չի կարողանում անտեսել այն փաստը, որ եթե Հունանի խոսքերը ճիշտ են, ապա իր հայրը տարիներ առաջ խլել է Լեոյի հորը։ Այս իրավիճակում Արամը դառնում է անսպասելի հենարան։ Նա չի փորձում Լեային համոզել, որ մոռանա Լեոյին կամ սկսի նոր կյանք։ Նա պարզապես փորձում է նրա կողքին լինել։ Սակայն Լեան սխալ է հասկանում նրա մտադրությունները, նրան թվում է, թե Արամը ցանկանում է զբաղեցնել Լեոյի տեղը, մինչդեռ Արամը կրկնում է, որ ընդամենը ուզում է օգնել։ Արամը հավանաբար առաջին անգամ գործում է ոչ թե պարտքի կամ Հունանի ազդեցության տակ, այլ սեփական խղճի թելադրանքով։ Լեոն նույնպես ծանր հոգեվիճակում է։ Նա ուշքի է եկել, բայց դեռևս չի հասկանում, թե ինչպես է հայտնվել տանը։ Նա չի հիշում, որ հենց Ավոն է իրեն գտել հոր գերեզմանի մոտ ու տուն բերել։ Սա շատ խորհրդանշական է, որովհետև Ավոն, ով երկար ժամանակ ներկայացվում էր որպես կոշտ և անկանխատեսելի մարդ, այժմ անում է այն, ինչից երբեք չէր խոսի բարձրաձայն հոգետանում ընտանիքի մասին։ Հնարավոր է, երբ Լեոն իմանա ճշմարտությունը, նրա վերաբերմունքն Ավոյի նկատմամբ փոխվի։ Գուցե նա հասկանա, որ մարդիկ միայն սև կամ սպիտակ չեն լինում։ Մանանի գիծը նույնպես մեծ ուշադրության կենտրոնում է։ Նա երկար ճանապարհ է անցել սիրո համար զոհաբերելով շատ բան։ Նա հեռացել է ընտանիքից, ընդունել նոր իրականությունը և փորձել հավատալ, որ Գրիշոյի հետ իր կյանքը վերջապես խաղաղ կլինի։ Բայց վերջին կադրերը նոր կասկածներ են առաջացրել։ Գրիշոյի կողքին հայտնվել է Մաշան, և նրանց մտերմությունը շատ հարցեր է ծնում։ Եթե իսկապես պարզվի, որ Գրիշոն դավաճանել է Մանանին, ապա դա կարող է դառնալ Մանանի կյանքի ամենածանր հարվածներից մեկը։ Հենց այստեղ մեծ դեր կարող է ունենալ Դավիթ պապը։ Նա արդեն տեսել է իր ընտանիքի բազմաթիվ ողբերգություններ։ Նա գիտի ինչ է նշանակում կորուստ, ափսոսանք և սխալ որոշումներ։ Եթե նա իսկապես տեսնի Մանանին արցունքներով, ապա դժվար թե անտարբեր մնա։ Դավիթ պապը միշտ եղել է այն մարդը, ով փորձում է ոչ թե դատել, այլ հասկանալ։ Նա կարող է դառնալ այն ուժը, որը Մանանին կհիշեցնի, որ իր արժանապատվությունն ավելի կարևոր է, քան ցանկացած հարաբերություն։ Հունանն էլ շարունակում է մնալ պատմության ամենահակասական կերպարը։ Նա սիրում է իր երեխաներին, բայց նրանց կյանքում ամենամեծ ցավերի պատճառներից մեկն էլ հենց ինքն է։ Նրա գաղտնիքները քանդել են վստահություն, իսկ նրա որոշումները շարունակում են հետապնդել բոլորին։ Լեան այլևս չի կարող նայել հորը նույն աչքերով։ Իննան նույնպես ավելի հաճախ է հակադրվում նրան, և որքան էլ Հունանը փորձի վերահսկել իրավիճակը, թվում է իր ստեղծած աշխարհը սկսում է փլուզվել։ Մյուս կողմից Ավոյի վերադարձը նոր լարվածություն է բերում, ու հավանաբար Ավոն արդեն կհայտնվի հոր ընտանիքում իր եղբոր-որդիների կողքին։ Առաջիկա սերիաները ամենայն հավանականությամբ կկարողանան 3 կարևոր հարցերի պատասխաններ տան։ Առաջինը՝ արդյոք կկարողանան Լեոն ու Լեան հաղթահարել այն ճշմարտությունը, որը կանգնել է նրանց միջև։ Արդյոք Մանանը կիմանա Գրիշոյի հնարավոր դավաճանության մասին և ինչ որոշում կկայացնի։ Եվ Հունանի անցյալի բոլոր գաղտնիքները վերջապես ամբողջությամբ կբացահայտվեն, թե ոչ։ Գոյամարտը հիմա արդեն մի սիրային պատմություն չէ, այն պատմություն է վստահության կորստի, ընտանեկան կապերի, ներելու դժվարության և այն մասին, թե ինչպես են մարդկանց տարիներ առաջ կատարած ընտրությունները շարունակում ազդել հաջորդ սերունդների վրա։ Հերոսները կանգնած են այնպիսի որոշումների առաջ, որոնք կարող են կամ վերջնականապես բաժանել նրանց, կամ ստիպել նորից վերագտնել միմյանց, և հենց այդ անորոշությունն է պահում հեռուստադիտողին լարվածության մեջ, ստիպելով ամեն նոր սերիայի սպասել անհամբերությամբ։